Հունիսի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանության կողմի միջնորդությամբ քննարկվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Գրեթե 1 տարի է Միքայել Սրբազանը գտնվում է ազատությունից զրկված վիճակում, նույնիսկ եթե դիտարկենք պատժի չափով նախատեսված 2 տարի պատիժ է նախատեսվել, այսինքն գրեթե կեսը արդեն պիտի հաշվանցվի առնվազն, ապա կարծում ենք, որ առաջին հերթին տևականությունը, երկրորդ հերթին համեղության կարգավարկածի հաշվի առնելով արարքի նկատմամբ ինտենսիվությունը, այսինքն հարկադրանքի միջոցի ինտենսիվությունը մեզ հիմք են տալիս, որպեսզի գտնենք, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը պիտի փոխվի, կամ առնվազն, եթե նման միջնորդությունը չբավարարվի, ապա սահմանափակումները վերացվեն։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ, իբրև թե տարիներ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե անհրաժեշտ էր ռազմական հեղաշրջում իրականացնել։ Հարկ է նշել, որ նախկինում իրավապահ մարմինները դրանում հանցակազմ չեն տեսել եւ քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Վարույթը նախաձեռնվել է 2 տարի անց միայն, երբ գործող իշխանությունը սկսեց իր հակաեկեղեցական արշավը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը խոսեց մեղադրանքի բովանդակության մասին, նշելով, որ դատախազությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ Սրբազանի խոսքում առկա է հեղաշրջման կոչ։ Ամփոփելով վերօրյալը, հարկ ենք համարում անվերապահորեն պնդել, որ չնայած բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, ամբողջ դատականության ընթացքում մեղադրողները այդպես էլ չեն կարողացել մատնացուցանել, թե 24 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում կոնկրետ որն է եղել կոչը, եւ այն էլ իշխանությունը բռնի զավթելու կոչ։ Իսկ եթե չկա կոչ, ապա չկա հանցագործություն։ Ինչու է կարևոր այս ամենի նկարագրությունը, քանի ինչպես նշել ենք, մենք պաշտպանվել ենք ներկայացած մեղադրանքից եւ դրա պարզաբանումներից, իսկ պաշտպանության կողմի որևէ մեկը միջոց չի կարողացել մատնացուցանել, թե ներկայացած մեղադրանքում որն է հանցավոր համարվող կոչ։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մեղադրողները չարեցին, մենք էլ չպաշտպանվեցին, այս դեպքում դատանը մի անգամից պետք է արդարացում անել։ Այսինքն դատանը որտեղից հասկացել, որ կոչ կա։ Պատկերացնում եք, չէ՞, ով որ մեղադրում է, ինքը չգիտի կոչը, որ նա չի կարողանում ասի կամ չի ասում։ Հիմա դատանը այդ որտեղից բացեց։ Օրինակ ինքը գնաց, մեղադրական մտքեր մոտ առաջացրեց, որոշեց դե լավ, մեղադրողները չեն ասում, ես կասեմ, իրավունք ունի նման բան դատարանը։ Էլ ինչի դատավճռում չի գրել, թե որն այդ կոչը, որտեղ մենք այդ հարցը ասես կանոնի հետևից անց ենք դարձրել։ Որտեղ սա է, չկա կոչ, չկա հանցագործություն։ Բայց դատանը միտեղ չգիտի որն է այդ կոչը։ Դա չես էլ գրել, եթե դու տես մտքեր ես ունեցել, բանա հրապարակային քննարկման առարկա դարձնեի, կամ էլ պաշտպանության կողմը փորձել քեզ քո մտքերի հետ վիճել համոզել քեզ, որ չէ։ Այսինքն ի սկզբանե իր համար պարզ է, գործը բերել են դատարան, ինքը պետք է դատավճիռ կազմի ներառական։ Չէ՞ հետաքրքրում է պարզ է, նա ուղղություն տալ, քննություն է կապակցում արել։ Մենք պաշտպանվում ենք անորոշ մեղադրանքից, ասաց փաստաբան Ռոման Ահարոնյանը։ Նախ դատարանի ուշադրությունը կուզեմ հրավիրեմ մեղադրանքի կառուցվածքի վրա, ի սկզբանե ինչպես էր մեղսագրված։ Մեղսագրված էր մեկ առաջ երկու նպատակ կառուցվածքով։ Ըստ էության, ինչպես նշվեց անընդհատ չկրկնեմ, անորոշ խոսույթը եւ ըստ էության սրանով կատարել է իշխանություն զավթելու կոչ, սահմանադրական կարգը դրնի տապալելու կոչ։ Բայց հանցակազմի իմաստով մենք տեսնում ենք, սրանք երկու տարբեր գործողություններ են եւ դատարանն իր ակտում բացառելով սահմանադրական կարգի տապալումը եւ ըստ էության հաստատված համարելով միայն իշխանության զավթումը, ոչ թե իրականացրել է արդար դատականություն, այլ ընտրել է դատախազության կողմից տրամադրված այլընտրանքային տարբերակներից մեկը։ Այսպիսի մեղադրանք, այսպիսի անորոշություն եւ այսպիսի այլընտրանքներ չի կարելի, սա խաթարում է արդարադատության բուն էությունը։ Այլապես կարելի է հախուռն միշտ ամեն ինչ բերելից է եւ թողնել դատարանին ասել կոպիտ ասած այսքանի մեջից դե մի բան առանձնացան, մի բան գտի, մի բանի մեջ մեղավոր ճանաչի, որը խաթարում է պաշտպանության բուն էությունը եւ հենց սա տեղի ունեցավ մեր դեպքում առանց չափազանցում։ Փաստաբանը նշեց նաև, որ դատարանն ինքն է փորձագետի դեր ստանձնել եւ անտեսել է լեզվաբանական վերլուծության անհրաժեշտությունը։ Փաստաբանները միջնորդեցին փոխել խափանման միջոցը, վերացնելով տնային կալանքը։ Նրանք ընդգծեցին, որ արդեն 1 տարի է Միքայել Սրբազանը գտնվում է ազատազրկման մեջ,
Մինչդեռ նախատեսված պատիժը 2 տարի է, այսինքն դրա կեսը Սրբազանն արդեն կրել է։ Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։